ազգային ժողովի նախագահ է պատրաստվում դառնալ մի մարդ, որի անցյալը շատ կասկածելի է, թեպետ ՔՊ-ում այդ Չկա, ամեն ինչը շատ հստակ է, շատ որոշակի է։ Ռուբեն Ռուբինյանը ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից ամիսներ առաջ Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող ծրագրերով հետազոտական ծրագիր իրականացնելու պատրվակով մի քանի ամիս գտնվել է Թուրքիայում, Ստամբուլում, Սաբանջի համալսարանում եւ ընդեղից անմիջապես եկել է մասնակցել ադրբեջանա-թուրքական հեղափոխությանը, որից հետո ստանձնել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ինչը իր կյանքում ոչ թե միայն պաշտոն, այլ առաջին աշխատանքն է իր կյանքում։ Դրանից հետո ապօրինի կերպով ստանձնել է հայ-թուրքական գործընթացում հայկական կողմի բանակցողի պարտականությունները, ինչի իրավունքը նա չուներ, դա սահմանադրական կարգի տապալման ցայտուն օրինակ է, եւ հիմա էլ հավակնում ազգային ժողովի նախագահի պաշտոնին, որտեղ իրան առաջի շնորհավորանքը հղել է թուրք իր գործընկեր Սերդար Քլեչը։ Այնպես որ Ռուբինյանի կապերը, կաշկանդվածությունը, առնչությունները Թուրքիայի հետ դրանք կասկածելի չեն, դրանք շատ հստակ են, շատ որոշակի են, եւ ես կարծում եմ, որ այս ընտրություններից հետո, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը զավթել են հայ ժողովրդի օրինական իշխանությունը, իրականացրել են աշխատանքի բաժանում։ Գործադիր իշխանության դերակատարումը հանձնված է Ադրբեջանին եւ Ադրբեջանը վարչապետ կկարգի Նիկոլ Փաշինյանին, իսկ օրենսդիր իշխանությունը Թուրքիային, որտեղ ազգային ժողովի նախագահ կկարգվի Թուրքիայի շահերի սպասավոր Ռուբեն Ռուբինյանը։ Ես կարծում եմ, թե կասկածելի ոչ մի բան չկա, ամեն ինչ շատ որոշակի է եւ հստակ։ Այո, արդեն իսկ խոսվում է այն մասին, որ Ռուբինյանի նշանակումը ուղղակիորեն եղել է թուրքական կողմի պահանջ, եւ հիմա եկեք հասկանանք, հա, տեսեք ինչպիսի խորհրդարան ունենք մենք, որտեղ այդ ադրբեջանա-թուրքական 2018 թվականին հեղափոխությամբ իշխանությունը զավթած այս ուժերը արդեն ամբողջությամբ այսպես իրականացնելու են այդ նույն ուժերի, այսինքն թշնամական պետությունների օրակարգը եւ բավական լուրջ իրավիճակում է հայտնվելու այն քաղաքական ընդդիմությունը, որը պետք է աշխատի նման խորհրդարանում։